Սիրելի քաղաքացիներ, Նիկոլ Փաշինյանը պատրաստ է կատարել Ադրբեջանի պահանջները, մասնավորապես ԵԱՀԿ խմբի լուծարման պահանջը, բայց պատրաստ չէ կատարել սեփական ժողովրդին տրված խոստումները։ Վերջերս Փաշինյանը իր գրառումները կատարում է ինչպես խոստացել է հեշթեգով, այդ տրամաբանության մեջ հիշենք իր խոստումը քննարկել քաղաքացիների հետ հանրապետության հրապարակում Արցախի հակամարտության կարգավորման ուղիները։ Ինքը արդեն իսկ հանձնել է Արցախը, բայց հրաժարվում է քաղաքացիներին պատմել, թե մինչ այդ, մինչ իր աղետալի բեմելը, ինչ բանակցային փաթեթներ էին առկա։ Ընդ որում, եթե այս կողմից լինեն մարդիկ, որոնք հանճարեղ մտքեր արտահայտեն, թե նախագահները իրենք կարող են հրապարակել, դրանք ոչ, դա այդպես չէ, փաստաթղթերը գաղտնի են, իսկ գաղտնիության գրիֆ Հայաստանի Հանրապետությունում շնորհում է կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցնողը։ Ընդ որում, ասելով, թե դրանք գաղտնի են, գաղտնի էլ պիտի մնան, անտրամաբանական է, որտեղ դուք պատրաստ եք ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարել, ինչ գաղտնիության մասին կարող է լինել խոսք։ Լրատվականները, պաշտոնաթող նախագահները եւ ամենակարևորը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պահանջում են Նիկոլ Փաշինյանից հրապարակել նախորդիվ բանակցային փաթեթները։ Այդ պահանջին միանում է նաեւ Հանրապետական կուսակցության ֆրակցիան, եւս մեկ անգամ պահանջելով հրապարակել բանակցային փաթեթները։ Ընդ որում, սիրելի քաղաքացիներ, պատրաստ եղեք Փաշինյանի ավանդական մանիպուլյացիաներին, որովհետեւ Փաշինյանը ինքը հրապարակային փաստաթուղթը դա մեկնաբանելով 5 հայտարարություններ, օրինակ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների 5 հայտարարությունները, որտեղ հստակ ասվում է, որ խնդիրը լուծվելու է այդ թվում նաև ինքնորոշման իրավունքի պահպանմամբ։ Փորձում է դրանք խեղաթյուրել, ասել, թե Արցախը հանձնված էր եւ այլն եւ այլն։ Նույնը անելու է այս դեպքում, եթե իհարկե հանդգնի հրապարակել այդ փաստաթղթերի փաթեթները, ինքը անելու է մոտավորապես հետևյալը, հանելու է այդ թղթերը, ասել է, տեսեք, այստեղ գրած է, որ մածունը սպիտակ է, բայց ախր սև թանաքով է, չէ՞ գրված, ուրեմն կա շանս, որ մածունը նույնպես սև է։ Այդ ոճի մանիպուլյացիաների պատրաստ եղեք։ Բայց պահանջի տրամաբանությունը շատ պարզ է։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները այս անգամ արդեն փաստաթղթային ապացույցներով եւս մեկ անգամ պիտի համոզվեն, որ Նիկոլ Փաշինյանը հանձնել է Արցախի Հանրապետությունը եւ Նիկոլ Փաշինյանն է վտանգել Հայաստանի Հանրապետության անվտանգային ճարտարապետությունը։ Չնայած դրանում կասկածող մարդկանց թիվը շատ փոքր է ու բաժանվում է երկու պարզ խմբի։ Առաջին խումբը այն մարդիկ են, որոնց դուք մոլորեցրել եք, ընդ որում մոլորեցրել եք ամոթալի ստերով ու տարբեր տեսակի չախոյանական ֆեյք նյուզերով, իսկ մյուս հատվածը դուք եք, որոնք աշխատավարձ են ստանում նման ստեր տարածելու համար։